Միջայլոց նկատի ունենալով վերջին շրջանին ապադեղեկանքը ահավոր էր, հատկապես Facebook-յան, ոչ ագանավոր թերթերու կամ մամուլի հարցերով լուրջ չմոտեցողներու կողմէ, ապադեղեկանք տարածվեցավ, ըստ գացությունը ինչպես է։ Գա որոշ խավ, որ պատգարելի թիվ է, կարողություն ունի դուրս գալու հալեբեն, բայց կմերժե։ Գսե իմ դունս այստեղ է, ես կյանքս դասավորած եմ, թեկուզ այս վիճակի մեջ, բայց ես պիտի դոգամ, մինչև վիճակը փայլա։ Գա այդպիսի խավ, որոնք պիտի շարունակեն մնալ հալեբի մեջ։ Գա խավը, որ դագավին երկմտանքի մեջ է, որ 1-2 ամիս ալ կսպասի, եթե այսպես շարունակվի, որոշած է դուրս գալ։ Իսկ երրորդ խավը, որ ամենանվազ դոգոսն է, որ գուզե դուրս գալ, բայց այո, նյութական կարողություն չունի, գա այդպես են ընտանիքներ, անոնք ցալ բարեբախտաբար Հայաստանի մեջ կան կողմեր, որոնք գոժանթակ են, օտանավի տիկետը, որ ամենամեծ գումարն է նկատի ունենալով, որ սուրիական ոսկին անգում արձանագրեց դոլարի դիմաց, այսին պատկերացրեք նախքան պատերազմը 50 սուրիականը $1 գներ, հիմա այսօրվա թրությամբ 530 սուրիականը $1 գներ, այսինքն 10 անգամ բարձրացավ։ Անոր համար ոչ թե մեզ համար շատ ցերնդու էր Հայաստան քալու երթևեկի դոմսը օտանավի, առավել հալեբի օտագանին գուքային։ Հիմա պետք է երթա Բեյրութ երթալու ծախսան քիչ չէ, պետք է երթա Բեյրութ եւ Բեյրութեն սա անոր համար մեծ ծախս է։ Գա այդպիսի ընտանիքներ եւ բարեբախտաբար գլուծվին անոնց խնդիրները։ Հայաստանի մեջ փայրարներու ջամփով գազ գոմեր կան գապահովեն տիկետի դրամ եւ գբերեն մեկ ընտանիքներ։ Իսկ Սփյուռքի նախարարությունը այս ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել այնտեղ հայության օգնելու համար կամ ինչ խնդիրներ կան, որ պետք է մեր կողմից իրականացվի, բայց չի իրականացվում։ Սփյուռքի նախարարությունը հանցինս Դիգին Հրանուշին դակնաբի բادرազմի առաջին օրը մեզի հետ է ամենօրյա համարյա գաբի մեջ է համայնքի ներկայացուցիչներուն հետ ինչքան որ իրենց համար ցերնդու է մեզի օգտակար դառնալ չեն զլանալ բացարձակապես ինչ որ խնդրենք ինչ որ համագործակցության արիտներ կստեղծվի դարբեր տեսակի օժանդակություններ մեզի մատուցեցին սկսյալ եթե գիշեք 3-4 տարի առաջ օթանավ գրգվեցավ մեր բզդիկները մեկ ամիսով մեկ ամիսով Երևան եկան եւ հանգստացան բادرազմի մթնոլորտին վերջին շրջանին ավելի համագործակցությունը զարգացավ Եթե օրինակ փոխհամագործակցությամբ օժանդակությունները սննդեղենի, փրթեղենի հալեպասան ասկից մոտավորապես 10 օր առաջ բաժնվեցավ ժողովրդին այլ տեսակի բարակայական օժանդակություններ որ գտի մենք չեն զլանա իսկ մենք որ ինչ որ դուք հարցուցիք ինչ կար գնային կներս Սուրիահայության բանջը որ ինչքան որ հասկացած մի քանի օրերուն նախարարներու կամ վարչապետի կամ նախագահի հետ հանդիպում են որ հնարավոր չէ եթե այսօր իրականացնելը մեր խնդրած մեր պատկերացուցածը ներքախտի մշակույթը ստեղծելն էր մենք կցանկայինք որ Հայաստանի մեջ ինչպես մյուս երկրներ ունին ներքախտի մշակույթ ունենանք եւ եթե ոչ այսօրվա պայմաններով բայց ապակա հերանեկարով հետս մենք այստեղ հաստատ